Բարի երեկո, առաջին ալիքի եթերում Հայլդուրի հիմնական թողարկումն է, օրվա թեմաների մասին նախ համարոտ։ Մեր երկիրը բարձր է գնահատում եվրոպական կառույցների կողմից ցուցաբերվող օժանդակությունը, իսկ իշխանությունները պատրաստ են լսելու առաջարկություններն ու համատեղ աշխատելու։ Հայաստանում են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները։ Ամեն գնով խուսափել զինված հակամարտությունից Բրյուսելում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման առնչությամբ։ Հայաստանում մեկնարկել են ֆրանկոֆոնիայի օրերը, մեկ ամիս դեռ ավելի մեր երկրում կիշխի ֆրանսիական շունչը, գլխավոր սպասված միջոցառումը վաղը, հայ հանդիսատեսի համար կերքի քաղցրածային Լարա Ֆաբիանը։ Կայացել է Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, այն մեկնարկել է Մատենադարանին հարող տարածքում և շարունակվել Ազատության հրապարակում։ Ամենատես աչքեր Երևանի փողոցներում ցանկացած ճանապարհային խախտում այսուհետև կորսան տեսախցիկները, իսկ արագության սիրահարներին կզսպեն արագաչափերը, ճանապարհային ոստիկանության նորամուծությունները։ Երևանում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը։ Նրանք հանդիպումներ են ունեցել Հայաստանի քաղաքական ուժերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Համազեկուցողներին այսօր ընդունել է նախագահ Սարգսյանը։ Նախագահը ողջունել և հաջողություն է մաղթել պարոն Ֆիշերին ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողի պարտականությունների կատարման գործում, նկատի առնելով, որ նա առաջին անգամ է գալիս Հայաստան։ Նախագահը բարձր է գնահատել եվրակառույցների կողմից մեր երկրին ցուցաբերվող օժանդակությունը և ասել, որ պատրաստակամ է լսելու օգտակար դիտողություններն ու խորհուրդները և համագործակցելու։ Համազեկուցող Ջոն Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում և զգում են Հայաստանի նախագահի հետ իրենց հանդիպումների զրույցների ժամանակ։ Մենք մի քանի անգամ պարոն Պրեսկոտի հետ հնարավորություն ենք ունեցել զրուցելու Եվրոպայի խորհրդի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության օգտակարության մասին եւ այն մասին, որ իրոք մենք բարձր ենք գնահատում եվրոպական կառույցների կողմից մեզ ցուցաբերվող օժանդակությունը մեր երկրի հետագա զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման գործում։ Վստահ եմ, որ այս անգամ էլ օգտակար դիտողություններ կլինեն, խորհուրդներ կլինեն, պատրաստ ենք դրանք լսելու, պատրաստ ենք համատեղ աշխատելու։ Այս փոփոխությունները չափվում և գնահատվում են այն բանաձևի և առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ։ Պարոն նախագահ, կարևորն այստեղ քաղաքական կամքն է, որ դուք ցուցաբերել եք։ Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք իրոք անհրաժեշտ են։ Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաև վեհաժողովին։ Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից Բրյուսելում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը ասել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգմամբ։ Եժի Բուզեկը կարևորել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Հայաստանի վարչապետն ու Եվրախորհրդարանի նախագահը քննարկել են մեր երկրի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները։ Եժի Բուզեկը ողջունել է ապագայում ասոցիացիան համաձայնագիրը կնքելու, ինչպես նաև ազատ առևտրի խորը համապարփակ տարածք ստեղծելու, վիզաների հեշտացման ուղղությամբ քննարկումները և նաև շնորհակալություն հայտնել Հայաստանին Եվրանեստին անդամակցելու համար։ Հայաստանի եվրամերձեցման քայլերը վարչապետը ներկայացրել և դրանց էությունը ամբողջացրել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած ելույթում։ Կառուցվածքային բարեփոխումների օրակարգից նա առանձնացրել է 6 հիմնական կետ։ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանը ունի բարեփոխումների գործընթացը արագացնելու քաղաքական կամք։ Այսպիսով մենք հավատարիմ ենք մնում Եվրամիության հետ հետագա ավելի ակտիվ և արդյունավետ շփումներին, ասել է Տիգրան Սարգսյանը։ Միջազգային հանրության կողմից պետք է լինի հստակ ազդակ, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, հայտարարել է Տիգրան Սարգսյանը ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին, թե ինչպես կարելի է նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Արտակ Երիքյանն է պատմում Բրյուսելից։ 12 րոպե Հայաստանը Եվրոպային հասկանալ տալու համար։ Այդքան ժամանակ ունի Տիգրան Սարգսյանը, որպեսզի պատասխանի եվրապատգամավորների հարցերին։ Առավել հաճախ կրկնվող հարցը, ինչպես կարող է Եվրամիությունն օգնել Ղարաբաղյան հակամարտության կողմերին օր առաջ ազատվելու այդ թնջուկից։ Եվրամիությունը պետք է հստակ ազդակ հաղորդի բանակցող կողմերին, որ եթե կողմերից որևէ մեկը փորձի հարցը լուծել ուժային եղանակով, միջազգային հանրությունը կիրառելու է այդ կողմի նկատմամբ խստագույն պատժամիջոցներ։
Տարածաշրջանի բոլոր պետություններն իրար ավելի լավ կհասկանան, եթե իրականում հավատարիմ լինեն իրենց իսկ հռչակած եվրոպական արժեքներին, իր թեզն է պաշտպանում Տիգրան Սարգսյանը։ Հայ-թուրքական հաշտեցման ձախողման պատճառն էլ հայտարարված արժեքների եւ իրականության միջև ճեղքվածքն է։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Թուրքիայի վրական լուրջ ճնշումներ եւ Թուրքիան դեռևս պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Տիգրան Սարգսյանը եվրախորհրդարանականներին տեղեկացնում է, հյուր են կարծիքները, թե հայ-թուրքական հարաբերություններ ձևավորելու նախաձեռնությունը պառակտել է հայությանը, թե Հայաստանը դրան կողմ է, սփյուռքը դեմ։ Հայ ազգի երկու հատվածների միջև սեպ չկա, կա կարծիքների բազմազանություն։ Հայ ժողովուրդը դա միասնական օրգանիզմ է։ Եվ սխալ է այն կարծիքը, որ կարելի է այդ միասնական ազգի մի հատվածը հակադրել մյուս հատվածին։ Դա անհեռանկարային եւ վտանգավոր մոտեցում է։ Տարածաշրջանում ռուսական ազդեցության ու մասնավորապես Հայաստանում ռուսական ռազմակայանների առկայության վերաբերյալ հարցին վարչապետի պատասխանը կանխում է նոր հարցերը։ Դա Հայաստանի Հանրապետության գիտակցված, կշռադատված որոշումն է։ Վարչապետը հիշեցնում է, որ փոքրիկ Հայաստանը չկարգավորված խնդիրներ ունի տնտեսական ու ռազմական ավելի մեծ կարողություններով իր հարևանների հետ։ Նման իրավիճակում ցեղասպանություն տեսած ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովումը վեր է ամեն ինչից, բացատրում է նա։ Ու եւս մեկ հարց, որ հետաքրքրում է Եվրալսարանին, հատկապես այսօր, ճապոնական ողբերգության պահին, հայկական ատոմակայանի ճակատագիրը։ Տիգրան Սարգսյանը պատմում է այն ամենի մասին, որ արվել ու արվում է արտասահմանյան գործընկերների հետ ատոմակայանի անվտանգությունն ուժեղացնելու նպատակով եւ վստահեցնում, մեծամուրի անվտանգության թեման եւս մեկ անգամ լրջորեն քննության կառնվի։ Արտակ Երիքյան, Տիգրան Բաբայան, Հայլուր, Բրյուսելից։ Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ մեր երկրի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր ժամը մոտ 3-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանի Բաշ-Քարվենդ գյուղի մոտակահատվածում Ղարաբաղյան կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի եւ Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել Արցախի տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիևին։ Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ 1978 թվականի ծնված Արթուր Բադալյանը, որը 2009-ի մարտի 9-ից անհայտ կորել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի հարակից տարածքից, պարզվել է, որ նա հայտնվել է Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները օժանդակել են գերիների փոխանակման գործընթացին, գերիների փոխանակումից առաջ Կարմիր խաչի ներկայացուցիչները տարբեր հարցեր համաձայնեցնելու անհրաժեշտությամբ միմյանց հետ կապ են հաստատել ավելի քան 30 անգամ։ Փոխանակումը ընթացել է առանց միջադեպերի։ Բոլոր Կարմիր խաչից բոլոր մարդկանցից շատ շնորհակալ են, որ ինձ օգնել եք եկել եմ Հայաստան։ Այս զգացողությունն է սպայնա, ինչ ես զգում։ Զգում եմ շատ ուրախություն, շատ լավ տրամադրություն։ Քեզ սպասող կա քո բարեկամները։ Շատ։ Կինս ա, երեխես ա, կինս ա եւ հարազատությունս ա եւ ընկերությունս ա։ Շատ երկար սպասում ես պահին, որ գամ Հայաստան։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը լիարժեք կկատարի իր պայմանավորվածությունները եւ հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ կվերադարձնի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ մեր բոլոր հայ ռազմագերներին, ովքեր գտնվում են Ադրբեջանի Հանրապետությունում։ Մինչեւ այսօր, Ադրբեջանի Հանրապետությունում գտնվում էր 6 զինվորական եւ 6 քաղաքացիական անձ։ Այսօր Արթուր Բադալյանը վերադարձավ ու տեղեկություններ կան մամուլում, որ ադրբեջանական կողմը երրորդ պետության է փոխանցել 3 հայ զինծառայողների, քանի որ Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին, այդ տեղեկությունները դեռևս չեմ կարող հաստատել։ Այժմ Հայաստանում պահվում է Ադրբեջանի Հանրապետության 1 քաղաքացի։ Մենք պատրաստ ենք նրան եւս վերադարձնել Ադրբեջան, սակայն այս պահի դրությամբ նա հոգեբանորեն պատրաստ չէ Ադրբեջան վերադառնալու։
Նախագահ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությանը։ Նախագահը որոշել է արձագանքել տիկին Մուրադովային, թեև նրա հայտարարությունը իրականության հետ կապ չունի։ Մուրադովային եւ բոլոր ադրբեջանցիներին հերթական անգամ մոլորության մեջ է գցել ադրբեջանական քարոզչա մեքենան։ Նախագահը հույս է հայտնել, որ հիշատակած մանկասպանության դեպքի անաչառքնությունից հետո Մուրադովան որքան էլ որ դժվար լինի իր համար, հանդես կգա մեկ այլ հայտարարությամբ։ Անհրաժեշտ է դադարեցնել պաշտոնական Բաքվի կողմից տարվող ռասիստական քարոզչությունը։ Թերևս հենց այս միտքն է, որ կարմիր թելի նման անցնում է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովային ուղղված Սերժ Սարգսյանի նամակում։ Հայաստանի նախագահն ըստ էության կոչ է անում ի վերջո հաշվի նստել իրականության հետ եւ հրաժարվել մի ամբողջ ժողովուրդ պիտակավորելու արատավոր գործելավոճից։ Իսկ ադրբեջանական Օրթակ Հավենդ գյուղում մահացած 9-ամյա երեխայի մահը պայմանավորել հայ դիպուկահարների գործողություններով ըստ էության ոչ այլ ինչ է, քան շարունակությունն այն առասպելների, որոնցով արդեն բավական երկար ժամանակ ադրբեջանական ագիտպրոպը արտուկում է Ադրբեջանի բնակչության մեծ մասի ուղեղները։ Եթե ձեզ հաջողվի խոսակցության բռնվել մեր ժողովրդին քաջածանոթ ադրբեջանցիների հետ, նրանք անկեղծության պահին ձեզ անպայման կասեն, թե ինչպիսին է իրականում հայը։ Հասկանում եմ, որ դժվար կլինի, բայց փորձեք այնուամենայնիվ լսել անկեղծ կարծիքներ։ Հասկանում եմ, որ դժվար կլինի, բայց փորձեք այնուամենայնիվ լսել անկեղծ կարծիքներ։ Անշուշտ, հետո պրոպագանդան բազում ուրիշ ահասարսուր պատմություններ կհրամցնի ձեզ ու բոլորին, բայց հավատացնում եմ, հոգ ու խորքից եկող պատմությունները մնայուն են, որովհետև իրական են։ Նամակում տեղ գտած հաջորդ ուղերձը թերևս ուղղված է ոչ միայն ու ոչ այնքան Մուրադովային, որքան վերջին շրջանում Ադրբեջանում չափազանց ակտիվացած ամենատարբեր տրամաչափի գեբելսիկներին։ Իդեմս խորհրդարանի փոխոսնակի Սերժ Սարգսյանը վերջիններին կոչ է անում լինել, եթե ոչ բարեկիրթ, ապա գոնե մարդկային եւ հասկանալ, որ ատելության բեռը սերունդներին թողնել պարզապես չի կարելի։ Պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնոլորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից։ Մենք պիտի կարողանանք կոտրել միջավայրը, որը բռնություն է ծնում, որը հնարավոր է դարձնում բռնությունը, հանգեցնում տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմություններով դարձնել շարքումների առարկա, թեկուզ միայն մի ողջ ժողովրդի պիտակավորելու պարզունակ նպատակով։ Թե որքանով Հայաստանի նախագահի այս նամակը կծառայի իր բուն նպատակին, կանխագուշակելը չափազանց դժվար է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում ստեղծված անառողջ մթնոլորտն աստիճանաբար դուրս է գալիս նույնիսկ Ալիևյան կլանի վերահսկողությունից։ Անթաքույց ատելության տասնամյակներ տևող քարոզչությունն արդեն իսկ տալիս է իր պտուղները։ Հայերի հետ երբեք շփում չունեցած երիտասարդներն աստիճանաբար վերածվում են գիշերով մարդկանց կացնահարող Ռամիլ Սաֆարովի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի յուրատեսակ հիբրիդի, որի շարժիչ միակուժն ատելությունն է։ Ըստ որում միայն առաջին հայացքից է կարող թվալ, թե այդ զգացմունքների միակ թիրախը հայերն են։ Վաղը, երբ արդեն բոլորին պարզ կդառնա, որ հայատյացությունն Ալիևների համար սոսկ իշխանություն պահելու գործիք էր, կուտակված թույնը միևնույնն է դուրս կտա։ Սակայն արդեն ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս։ Լևոն Սարդարյան, Հայլուր։ Թեմայի շուրջ այժմ կզրուցենք վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Բեքարյան։ Բարի երեկո։ Ձեր կարծիքով ինչ նպատակ ուներ Ադրբեջանի խորհրդարանի փոխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությունը, ի վերջո համոզված են, որ տիկին Մուրադովան վստահ է, որ իր հայտարարությունը զավեշտալի է։ Ինչ իմաստ ուներ նման անհեթեթ հայտարարություն հնչեցնելը։ Մի փոքր հետ պիտի գնանք, ուրեմն ես անձամբ համոզված չեմ, որ տիկինը այդպես համոզված զավեշտի մեջ էր մտնում։ Այսինքն մենք այստեղ պիտի փորձենք տարբերակել պրոպագանդիստական մեքենան, այդ ռազմատենչ ամենօրյա հռետորաբանությունը եւ ուղակի մարդը, որը շատ դեպքերում իրապես դառնում է այդ ամբողջ պրոպագանդայի եւ հռետորաբանության գերին։ Ինչպես համոզված եմ ադրբեջանական հասարակության եւ հանրության բավականին մեծ մասը։ Եվ պատահական չէ, կվերադառնանք դրան, որ նույն նախագահի պատասխանի մեջ նաև կար այն հատվածը, որ նա հուզմունք ապրելով հանդերձ հասկանում է, որ տիկինը կարող է սա արել է, ասենք այսպես ազնիվ մղումից կամ իրականում անկեղծորեն, հա։ Այսինքն մենք այստեղ պիտի շատ հստակ տարանջատիչը դնենք։ Ադրբեջանական հանրությունը այսօր լիովին ուղղակիորեն գերի է ընկած այն հռետորաբանության եւ պրոպագանդիստական մեքենային, որը կա Ադրբեջանում։ Հիմա այլ հարց ընդհանրապես այս դեպքը երեխայի հետ կապված, այդ դեպքի վրա PR անելը որոշակիորեն, այստեղ իհարկե կան բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրներից համար մեկը կայանում է նրանում, որ մի քանի անգամ դրա մասին խոսել ենք նաեւ ձեր տաղավարում,